Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության ազգային ժողով։ Կառավարությունը հավանություն է տվել նաև պետական գույքի մասնավորեցման 2017-ից 2020 թվականների ծրագրի կատարման 2024 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին օրենքի նախագծին։ Հայաստանի Հանրապետության բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2025-ի փետրվար ամսին կազմել է 467.8 միլիոն դոլար։ 2024-ի փետրվարի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 57.3 միլիոն դոլարով կամ 13.96%-ով։ Էկոնոմիկայի նախարարությունում հյուրընկալվել են հայաստանյան բանկերի ներկայացուցիչները քննարկելու վերջիններիս կողմից ՓՄԶ-ներին ուղղված ֆինանսական գործիքները։ Պետությունն առաջնային է համարում նորարար եւ արտահանման միտում ունեցող փոքր եւ միջին ձեռնարկությունների ստեղծման ու զարգացման համար նպաստավոր մեխանիզմների ներդրումը։ Այդ համատեքստում հանդիպման ընթացքում քննարկվել են ՓՄԶ-ների համար առավել հասանելի ֆինանսական գործիքների վարկունակության կարողությունների աճի հետ կապված հարցեր։ 2025-ի առաջին եռամսյակում Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցման համար ավելի քան 5.8 միլիոն դոլար է վճարվել։ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության եւ Սև ծովի ավազանի երկրների հետ կապող միակ ցամաքային ճանապարհից այդ ընթացքում օգտվել է ավելի քան 44,000 հայկական բեռնատար։ Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների ընդհանուր հոսքում հայկական բեռնատարների մասնաբաժինը շուրջ 40% է կազմում։ Խիստ բարենպաստ զարգացումների դեպքում համաշխարհային պետական պարտքը մինչև 2027 թվականը կարող է հասնել ՀՆԱ-ի մոտ 117%-ին, մակարդակ, որը չէր նկատվել երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր։ Երկրների ավելի քան 1/3-ում 2025 թվականին պարտքի մակարդակը նախորդ տարվա համեմատ կբարձրանա։ Այս երկրները միասին կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի 75%-ը, դրանց թվում են նաև հիմնական խաղացողները՝ Չինաստանը եւ Միացյալ Նահանգները։ Իրանում հարստացված ուրանի յուրաքանչյուր միլիգրամը գտնվում է ատոմային էներգիայի միջազգային գործակալության լիարժեք եւ մշտական հսկողության եւ մոնիտորինգի ներքո։ Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ իր միջուկային ծրագիրը զուտ խաղաղ բնույթ է կրում։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանն ու Ամերիկան միջուկային ծրագրի եւ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել՝ նախ Օմանում, ապա Իտալիայի մայրաքաղաքում։ Գերմանական տնտեսությունը շարունակում է մնալ լճացման մեջ։ Երկրում բարձր գնաճը եւ համաշխարհային տնտեսական մարտահրավերները խոչընդոտում են վերականգնմանը։ Եթե առևտրային պատերազմները սրվեն, Գերմանիայի տնտեսությանը կտրուկ անկում է սպասվում։ Կառավարությունը նվազեցրել է այս տարվա ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մինչև 0%։ Nvidia-ն հայտարարել է, որ իր արտադրանքը Թայվանից տեղափոխում է Միացյալ Նահանգներ։ Ընկերությունը նախատեսում է 4 տարվա ընթացքում Արիզոնայում սկսել իր առաջադեմ համակարգիչների զանգվածային արտադրությունը։ Ծրագրի արժեքը 500 միլիարդ դոլար է։ Ընկերությունը հաշվարկել է, որ արտադրությունը տեղափոխելու հետևանքով վնասները կկազմեն 5.5 միլիարդ դոլար։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի հասարակական քաղաքական կյանքում հարաբերական անդոր էր։ Ընդհարումների առիթները լրագրողների համար շատ չեն եղել, բայց ընդհանուր առմամբ հունվար մարտ ժամանակահատվածում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն խախտումների 56 դեպք է արձանագրել։ Դրանցից 2-ը ֆիզիկական բռնություններ են, 25-ը տարբեր տեսակի այլ ճնշումներ, 29-ը տեղեկություն ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումներ։ Կան նաեւ ներկայացված հայցեր, մասնավորապես 15 նոր դատական հայց է ստացվել։ Գերակշռում են վիրավորանքների զրպարտության հիմքով գործերը։ Վիրավորանքներով, զրպարտություններով գործերը գերակշռող քանակի են եւ դա նորություն չի, ասենք նույն անցած տարվա հետ որ համեմատենք, անցած տարի առհասարակ բոլոր այդ գործերը վիրավորանքի եւ զրպարտության հիմքով էին լրատվամիջոցների հրապարակումներում։ Այս եռամսյակի ընթացքում փաստորեն ունենք երկու դեպք, երբ դա վիրավորանքի եւ զրպարտության
հիմքով չէ, այլ հեղինակային իրավունքի պաշտպանությունը։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նաև արձանագրել է, որ հայաստանյան մեդիա ոլորտի համար լուրջ մարտահրավեր էր Միացյալ Նահանգների նոր վարչակազմի կողմից խոշոր դոնոր կազմակերպությունների, մասնավորապես միջազգային զարգացման գործակալության գործունեության կասեցումը եւ դրա հետ կապված հեռանկարի անորոշությունը։ Այդ գործակալության հետ համագործակցող տասնյակ լրատվամիջոցներ եւ լրագրողական կազմակերպություններ հայտնվել են ծանր ֆինանսական վիճակում։ Ուղղակի շոկային իրավիճակում հայտնվեցին տասնյակ լրատվամիջոցներ, որոնք որ հիմնականում ֆինանսավորվում էին միջազգային դոնորների հաշվին, իսկ այդտեղ նույն USAID-ին շատ մեծ չափաբաժին ուներ, շատ լուրջ բարդությունների առջև կանգնեցին նաև լրագրողական կազմակերպությունները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւս տուժել է ամերիկյան քաղաքականության արդյունքում զրկվելով ընդհանուր 15 միլիոն արժողությամբ նախաձեռնության ենթադրամաշնորհային ծրագրից։ Մենք ստիպված եղանք ինչ-որ ժամանակով դադարեցնել մեր օգնությունը լրագրողներին դատական ատյաններում, իսկ մենք մի շարք լրատվամիջոցների սատարել էինք իրենց դատական գործերում եւ ասեմ նաեւ հաջողությունների էինք հասել։ Թեև ոլորտում որոշակի բարելավում նկատվում է, այնուամենայնիվ ըստ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի անելիքներ դեռ կան։ Հաստատվել են Հայաստանի Հանրապետության բուհերում 2025-26 ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը ըստ բուհերի եւ մասնագիտությունների։ Ավելի վաղ հաստատվել էին նաեւ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը։